Եկեղեցին համար հատուկ է եկեղեցական օրացույցը նկատի առած մենք այսօր գտնենք Պենտեկոստե։ Պենտեկոստե իր եթե մենք սուկապանենք Պեն կամ արեն եղածել ունարեն թնակրի մեջ և Պեն կամ կնշանագեն 50։ Ինչու համար 50 օր եկեղեցին համար խմբված է որովհետեւ միասին տոն ընեն եւ երբ Պենտեկոստեի տոնը հասավ ուրեմն Պենտեկոստեն նախ քրիստոնեական շրջանի տոնն է հանգարց մենք կգործենք որ Պենտեկոստե եկեղեցական տոն է այսինքն քրիստոնեական տոն քրիստոնեական տոն չէ հիմա այլևս Պենտեկոստեի նորը ցեզի համար տարբեր նշանակություն ունենա երբ որ գտնակ թե քրիստոնեական չէ Ինչ է, արտահայտություն չկա։ Ցեզի համար փոխի նշանակությունը եթե այսօր ցեզի հայտարարենք թե Պենտեկոստեն քրիստոնեական չէ, քրիստոնեական ինչ նշանակություն է։ Քրիստոսով սևագերբված արտահայտված վարդապետություն եւ անոր հետևողները Անտիոքի մեջ առաջին անգամ կոչվեցան քրիստոնյաներ։ Այստեղ քրիստոնյա ասված հասկացողությունը Քրիստոսի առաքելությունը վարդապետությունները յուրացնող եւ անոր հետևողներն են եւ աշխարհի վրա առաջին անգամ այս գրվախնդրոր դարձած Անտիոքը որ մեր միջին շրջանի մեր մեծակույն աղետը պատահեցավ երկու համայնքապետներու արևանքումի գործընթացը գազմագերբվեցավ Անտիոքի մեջ եւ գործածվեցավ Անտիոքի ճամփորդատևի հանդեպ մենք կտեսնենք թե քրիստոնյաները նաև անվանվեցան իբրև քրիստոնյաներ նաև այն քաղաքի մեջ, Անտիոքի մեջ, առաջին անգամ եւ նախաքրիստոնեական շրջանի ընդհանրապես հրյաներ կհավաքվեին Պենտեկոստեններով համար։ Ուրեմն Պենտեկոստեն հրյանոտ եւ քիչ ավելի հետաքրքիր, գիտեք ինչի տոն է, հունցկի տոն է։ Այս տոնին Այս շրջանին, երբ հերբը կհասնում նա, հրյաներ կբերեն իրենց հունցկեն, իրենց արդերեն, իրենց իջկերեն, հարստություններեն, նվերներ և ընծաներ և բոլորը կմեկտեղեն կհավաքեն, որպեսզի զանիկա մատուցեն բոլորանոց, որոնք անոր պակասություն ունեն։ Ուրեմն հունցկի տոնի մեջ նախ կմտածե գյուղացին կամ հողագործը, հողամշակը, ես կսիրեմ ավելի հողամշակ բառը, հողամշակով, թե ինչպես պետք է իր մշակածադեն, նաև մտքի մեջ ներկայությունը դա, պակասություն ունեցող անդամները, հասկանում եք, սկետորդ, կարելի չէ փերքին, հունցքին առաջին բդուղը, աստուծոց չներկայացուցած, մարդը ինքն ամրես է և իբրև սնունդ ինքներն համարվեն ապահել։ Կարելի չէ, նախ պետք է աստուծոն ներկայացած։ Ուրեմն Պենտեկոստեն այդ օրն է, տոնն է, որ մարդեր իրենց լավագույնը առաջին անգամ աստուծո դպերեն և գծային։ Մենք ալ գծային աստուծո շատ բաներ, բայց ներում երեք, եթե դիեսեմ ոչ մեր լավագույնը։ Մենք շատ բաներ գծային, բայց հավանաբար ավելցուգը, հավանաբար եթե երկու հատկունիմ երրորդը, հավանաբար եթե պետք չունիմ ուրիշին դալու համար, մենք ամեն անգամ ուրիշին կամ օտարին, կամ կարիքավորին համը դալու համար, երբ մտածողությունը զարգացնենք, որ մենք բանը մենք չենք օգտագործել զայն տանք գսենք։ Մեր սրտեն հերու եղած Երբ որ եկեղեցին ոչ կներ ծառայության համար, մարդերը կմտածեն, թե որ մեկ անձնած ժամերը, ես շատ անգամներ հանդիպած եմ մարդով ժողովականներու, տարբեր մակարդակներու, երբ որ ծառայության համար իրենց հետ կխոսին, ինձ գսեն, պատվելի նկատի ունեցեք մեր ազատ ժամերը, մեր պարապ ժամերը, մեր անկորձ մտածած ժամերը, այսինքն անկորձ ժամերը, պարապ ժամերը, որ իրեն պետք չէ, ինք պատրաստ է նվիրել աստուծո։ Հետաքրքիր չէ։ Պենտեկոստեն այն տոնն է եւ այն օրն է, որ մարդ պետք է ինքն իր անձին ու իր պատկան
եւ գստանան ամոթ ունի շարժարիքներ եւ այդ շարժարիքները կանոնավորապես պետք է կարգապահությամբ լա, որովհետեւ ինչպես ես եւ դու կարգապահությամբ կապրի, այնպես քննությունը կարգապահությամբ կապրի, այնպես անշրջվելը ամբողջ կարգապահությամբ կապրի։ Դուք գիտեք, եթե մեկ միկրոն միայն աստղեր իրենք արագությունը ցանցարեցնեն, ամբողջ անշրջվելը իրականացնի։ Մեկ միկրոն, ոչ թե մեկ բիզգեմ ասեմ, մեկ միկրոն, որ աչքով չերևար արագությունը։ Եթե խախտի, ուրեմն Աստված երկրի կհաստատե երկիրը եւ երկիրը լուսինը ու աստղերը, որոնք զանգեն ամբողջ ստեղծագործության, ասոնք կարգապահությամբ հաստատված են։ Ես աստղագիտություն չէ, որ ուսանած եմ կամ փոխեցեմ փոխանցեցի, Աստծո խոսքի մեջ գրված են աստղի դերիկները։ Ուրեմն Աստծո կարգապահության մեջ, Աստծո կյանքի մեջ, էության մեջ ամեն բան կանոնավոր է։ Ես պիտի հետևցնեմ ասելու նաև այն ինչ որ արձանագրված է, նաև այն ինչ որ մեր կյանքի մեջ կպատահի, անոնք պիտի պատահի կանոնավորված, եւ անոնք պիտի պատահի միշտ Աստծո օրենքներուն եւ տրամաբանության համաձայն։ Երբ Պենտեկոստեի օրը հասավ, ամենքը ինչ է բարը ներողություն, մեկ օդի տողսը եւ բարձր միապան։ Ուրեմն միապանությունը կարևոր է երևի Քրիստոսի առաջնայով։ Միապանությունը հայ ժողովրդի սեփականությունը չէ։ Ամեն անգամ ճառագործություններում մեջ միապան եղել հայեր խոսքը հայ ժողովրդի չպատկանում է։ Միապանությունը եթե թարգմանենք ստուգաբանենք այս անգամ հայագիտական ստուգաբանությամբ կնշանակե մեկ խոսք ունենալ մի բան այդ շատ է մի բան մի խոսք երեք տարբեր տարիքի շերտավորներով պատկանած երեք տարբեր մշակույթներ եկող ու հավաքված ինչպես Պենտեկոստեի օրվան մեջ ամեն մեկը գծեր իր լեզուով ուրեմն բազմալեզու մշակույթ կար այդտեղ բազմալեզու մշակույթ ամեն կողմը մարդեր եկած էին նշանակել ամեն մեկն իր ետև ունի մշակույթ, այդ մշակույթը ունի իր օրենքները, անոնք ունին իրենց ավանդությունները, ունի սովորությունները, իրենց վարժությունները եւ իրարու հետ կրնան չի համընկնին։ Մեկը մյուսին կրնա դարբեր լալ, մեկը մյուսին կրնա դարբեր զգալ, մեկը մյուսին կրնա դարբեր զգացումի արտահայտության ոչ քննադատություն, զգացողություն, չերություն ունենալ։ Այս գիտեք ինչի մեջ համաձայնած են խոսքի մեջ մեկ խոսք պիտի ունենան նույնիսկ եթե դարբերս կան մեկ խոսք պիտի ունենան նույնիսկ եթե նույն բանը պիտի չզգան այդ մեկ խոսք պիտի ունենան անորոմալ կարևոր է ասում խոսքի մեջ հիշադակվեր թե Պենտեկոստեի օրվան մեջ մարդեր ամեն մեկը դարբեր ով է եկած էր իր հունց կփերելու հայ մեկ խոսք ունի։ Խոսքի մեկությունը մարդոց սրտին ու հոգին մեջ համագեցություն կստեղծի։ Համագեցություն գիտեք չէ։ Միասին գենալ աշխարհակրական ուղղայի մեջ մեր դեպքերով Համագեցության լավագույն դիպամորիները մենք միշտ չադակողող եղած ենք Սուրիայում որովհետև տարբեր ազգեր, տարբեր մշակույթներ, տարբեր լեզուներ, տարբեր հավաքներ, տարբեր կրոններ, մարդեր, խումբեր, ազգեր, մշակույթներ կողքովի եկած են եւ թարերու դեպության վրա համագեցություն զարգացած մշակած են։ Եվ քեզ եթե ազգիմը, կամ եկեղեցիմը, կամ հոգևոր զորացումիմը, ողնահարին, խունին գացին դիզարնես, գիտես ինչ կգասն է,
համագործության եւ միապանության սկզբունքները խախտել գաճուց։ Սուրյո մեջ հաջողեցան ոչ թե որովհետև արդարացի ընդդիմություն կար կամ արդարացի պատճառաբանյալ պայքար կար դեմոկրատիայի հովանոցին ներքո, հապա որովհետև կար պատրաստվող, բարարդվող, որ միապանությունը, համագործությունը եւ այստեղ կողքովի քալու պատրաստակամությունը քայքայելու պատրաստ մարդեր են։ Եվ անոր համար է որ արդեն գրագը ծայր։ Եվ ոչ թե 21-րդ դարում համար այս իրականություն է եւ կարեւոր հավա նաեւ կարեւոր է առաջին տարաշրջանին առաջին հետևորդներում եւ անոր համար պետք է գուցե օրվան մեջ արաքյալը այստեղ ուզեն վստահեցնել թե անոնք միապան էին մի կերպի փակիստողլա հաշանում չի գանոց մեջ միապանությունը քրիստոնեության ամենակարևոր օրգանն է միապանություն մեկ խոսք ունենալ տարբեր զգացումներում եւ տարբեր ուշադրության մեջ եւ Պողոս արաքյալ աստված է ասում Պողոս արաքյալ աստված է ասելով Կորինթացիս 8-ի մեջ մենք կտեսնենք 14-րդ համարը այստեղ անիկակս է այս բաները գրեմ ոչ թե ձեզ ամենացնելու համագործակցության ձեզ սիրելի ողջունիքս եւ որ ինք հիմա այս անգամ ամենացնելու դեպի խոսենք խոսած ենք ասկարիչ այսօր դեպի խոսենք սիրելի ողջունիքներու պես Պողոս արաքյալ եւ երրորդ բաժինն է մեր կարոցին այս շարքը Քրիստոսի արաքյալները գլխավոր հիմնական նյութին մեջ եւ այսօր մեր գարնի Պողոս արաքյալի հետ հայր Արաքյալ այստեղ կներկայացնենք ինձ որպես հայր եւ կհասցեակրե իր հետևորդները եւ իրենցին որպես որդիներ ոչ թե սովորական որդիներ ոչ թե իմ ժառանգությունից դուրս մնացած որդիներ ոչ թե իմ հետաքրքրությունից դուրս պահված ապա սիրելի Պողոս արաքյալի համար շատ կարևոր է որ իր որդիները ինք կարենա նաև որակել որպես սիրելի որդիներ իրեն համար սերն է կարևոր ուրեմն Պողոս արաքյալի միապանությունը իր եւ Կորինթոսի եկեղեցիի միջև սիրով միապանությունն է Պողոս արաքյալ այլ խոսքով եկեղեցիին գսե ես կսիրեմ քեզ Եվ քանի որ կսիրեմ, ես ձեզ պիտի անվանեմ որպես որդիներ։ Եվ այդ խոսքը միապանության, սիրո միապանությունն է։ Եվ անոր համար Պողոս արաքյալին ինձենք եւ եկեղեցին որդի սեբե նաեւ ինձենք կնկատե մեր հայր։ Եվ երբ որ հայրը կսեն վերջին համարը իրավունք կլայինը, երբ կսեն ինչպես ուզեք, Հիմա այդտեղ ստորագետի քո գետեր տնեք, գիտեք երբեմն իրանում համնասելու համար, համոք ուզեն լսել, բայց չես ուզեն արտահայտողից գետեր տնեք, չէ, ովքեր կնեն ատեսակ բաներ երբեմն, ոմանք կնեն, հիմա այդտեղ եթե զավակներ տնեք, այսպես կտեցեք, ինչպես ուզեք զավակներ, կավազանով կամ ծեզի, թե սիրով եզության Ուրեմն Պողոս արաքյալը որ ինձին հայր գանվան է, այն ադեն իրավունք կա նաև խավազան վերցնել, խավազան բաներից մեջ։ Բայց վերջին հատկացությունը երկրորդ մասը է սիրով եւ եզության ոգիով, արդյոք 14-րդ համարի մեջ արդեն բացահայտած է որ սիրով եկած է, անորամարգս է սիրելի որդիներ պես ես ձեզ ուտամ։ Գիտեսնեք որ կան հետաքրքիր է, Պենտեկոստե, դեպի Քրիստոսի աշակերտները, Անդիոք, այստեղ նաև Կորինթոս, հիմա Սուրիա, Փեթեր, եւ այս բոլոր իրանով հետ կապված են սիրո միապանության ամենակարևոր խոսքով։ Եվ Պողոս արաքյալը ինձին գամբարեն որպես հայր այս ծառայության մեջ։ 18-րդ համարը նայեցեք կսե մենք քանիները հվայդացան որևէ ես պիտի չքամ ձեզ։ Շատեր կային այդ որ
երբ որ լսեցին եւ Պողոս Արաքյալը սիրով կապված է Կորինթոսի եկեղեցին, միշտ կարծեցին, որ Պողոս Արաքյալը խոսքով է որ միայն սիրեց, ուրեմն պիտի չկա իրեն։ Կորինթոս պիտի չկա, պիտի չտեսնե։ Եվ երբ որ զգացի թե Պողոս չունի գարելիություն երթալու Կորինթոս եւ իր հայրական սերը հայտնելու, ուրախացան, հպարտացան, խորոզացան, որովհետև ասին Պողոսը մերն է, ցեզի չկա։ Այդ Պողոսը չծավ 19-րդ ամառի մեջ, հայց շուտով պիտի կանցես։ Եթե դեպի։ Պողոս Արաքյալի համար հստակ էր, որ սիրելի որդիներու պես ունեցած կապվածության միշտ ուներ հույսը, որ շուտով պիտի կա իրենց։ Նույնիսկ եթե ուրիշներ հպարտացան դեպի պիտի չկարողանան։ Պողոս Արաքյալի համար իր հայրական հոգացության, սիրով արտահայտության, սակայն մինադեն հեզդությունը եւ խոնավությունը կամազանով թռնված, միշտ փնտրված առաջնորդի ղեկավարի դիպարն էր, կերպարն էր, խորհրդ եկեղեցիներ։ Աննման Պողոս Արաքյալը իր ունեցած առաջնորդության մեջ։ Այսօր մենք ջանցանք Քրիստոսի արաքյալները իբրև խոնարհությամբ ու սիրով, սակայն կամազանով եկող արաքյալներ։ Եվ այս եկեղեցին աստվածության համար է, կրթության համար է, կարգապահության համար է։ Տեր Հիսուս Քրիստոսի քանու օրերում